Ողջույն պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես կցանկանայի մեր զրույցը սկսել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասին հարցով։ Անցյալ տարի Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ այս տարվա 2017-ի առաջին եռամսյակում նոր համաձայնագիրը կստորագրվի։ Կարող եք մեզ մանրամասներ հաղորդել բանակցությունների եւ ստորագրման ժամկետների մասին։ It is clear that the negotiations on the new Պարզ է, որ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները հասել են ավարտական փուլ։ Վերջին ամիսներին երկու կողմերից էլ լուրջ ջանքեր են գործադրվել։ Այս շաբաթ մենք այստեղ Երևանում բանակցությունների եւս մեկ փուլ կանցկացնենք։ Բրյուսելից թիմ է ժամանելու, ինչը ցույց է տալիս, որ երկու կողմն էլ ցանկանում են արագացնել գործընթացը։ Արձանագրված առաջընթացը եւս ցույց է տալիս, որ բացառությամբ որոշ բաց մնացած խնդիրների համաձայնագրի հիմնական մասը պատրաստ է։ is essentially ready. Ինչ խնդիրներ են բաց մնացել։ It would be really improper. Այդ խնդիրների մասին հրապարակայնորեն խոսելը նպատակահարմար չէ, բայց հստակ է, որ որոշ բաց հարցեր կան։ Դրանք հանգուցալուծելու համար հավելյալ ջանքեր են պահանջվում։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել։ They would need a political decision. But Հայկական կողմի մասին է խոսքը։ I think it's a process of mutual Կարծում եմ դա գործընթաց է, որտեղ երկու կողմն էլ փոխադարձաբար պետք է զիջումներ կատարեն։ Ոչ ոք չի խոսում միակողմանի զիջումների մասին, որովհետև ցանկացած բանակցություններում փոխզիջումը պահանջում է, որ երկու կողմն էլ ճիշտ քայլեր կատարեն, եւ սա վերաբերում է նաեւ շրջանակային համաձայնագրին։ Այնպես որ կարծում եմ երկու կողմն էլ կառուցողական են տրամադրված եւ պատրաստակամ են փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու հարցում։ Համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու մասին մենք հավանաբար ավելին կիմանանք բանակցությունների առաջիկա փուլից հետո, սակայն հստակ է եւ կարծում եմ Հայաստանի փոխարտգործնախարարը ճշմարտությունից շատ հեռու չի գնացել ասելով, որ մենք թեւակոխել ենք բանակցությունների եզրափակիչ փուլ։ was not far from the truth that we are in the final stage of the negotiations. Այսինքն 2017-ի առաջին 3 ամիսների ընթացքում համաձայնագրի ստորագրումը հնարավոր է։ Both sides at the very beginning agreed that Երկու կողմն էլ բանակցային գործընթացի հենց սկզբում համաձայնեցին, որ վերջնաժամկետներ ամսաթվեր չեն հրապարակվելու, բայց կփորձեն գործընթացին դրական դինամիկա հաղորդել եւ կփորձենք հնարավորինս շուտ հասնել փոխհամաձայնության։ Ես չէի ցանկանա կոնկրետ ամսաթվեր, ժամկետներ նշել, բայց կարող եմ հաստատել, ելնելով իմ անձնական դիտարկումներից, դեկտեմբերի 14-ին Բրյուսելում գործընկերային հանձնաժողովի վերջին հանդիպմանը մասնակցելու արդյունքում որտեղ քննարկվեց բանակցային գործընթացում առաջընթացը եւ կարելի է փաստել, որ այս պահին բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։ These are the final moments of the negotiations. Ինչով են տարբերվում այժմյան բանակցային սեղանին դրված համաձայնագիրը եւ ասոցացման մասին համաձայնագիրը, որը չստորագրվեց։ The association agreement was based on another logic. It was the Ասոցիացման համաձայնագիրը հիմնված էր այլ տրամաբանության վրա, դա մերձեցման տրամաբանությունն էր, հարաբերություններում արտոնություններ տրամադրելու տրամաբանությունը։ Նոր համաձայնագրի պարագայում այս երկու գործոնն էլ կիրառելի չեն։ Առայժմ վաղ է ճշգրիտ համեմատություններ անել, որովհետև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, սակայն ակնհայտ տարբերություններից է այն, որ նոր համաձայնագրի առևտրային բաղադրիչը արտոնություններ տրամադրելու տրամաբանությամբ չի առաջնորդվելու։ Նույնը վերաբերում է մի շարք այլ տնտեսական բաղադրիչների։ Նոր համաձայնագիրը ավելի համեստ նպատակներ է հետապնդում։ Միևնույն ժամանակ հստակ է, որ ասոցիացման համաձայնագրի հիմնական տարրերը, որոնք վերաբերում էին քաղաքական հարցերին, անվտանգությանը եւ մի շարք այլ ոլորտների, պահպանվել են եւ արտացոլված են լինելու նոր շրջանակային համաձայնագրում։ there it remained and it will be reflected in the new framework agreement. Ինչ է կարծում նոր համաձայնագիրը ինչ որ կերպ կխրախուսի Հայաստանի իշխանություններին բարելավել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտները։ One of the new elements which was reflected in the association agreement which is preserved Ասոցիացման համաձայնագրի տարերից մեկը, որը պահպանվել է նաև շրջանակային համաձայնագրում եւ որի շուրջ կողմերը որևէ առարկություն չեն ունեցել, ընդհանուր արժեքներին վերաբերող բաժինն է, մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքների գերիշխանության ոլորտներում ընդհանուր չափանիշների մասով։ Այնպես որ կարծում եմ նոր համաձայնագիրը Հայաստանի եւ Եվրոպական միության միջև միացյալ իրավական դաշտ կհանդիսանա այս ընդհանուր արժեքների համար։
Այդ իսկ պատճառով կարող ենք ակնկալել, որ այս հարցերի շուրջ համագործակցությունը հարստանալու եւ ուժեղանալու է եւ հույս ունեմ, որ Հայաստանում նոր առաջընթացի ականատեսը կլինենք նաեւ այս համաձայնագրի շնորհիվ։ New elements of progress in Armenia thanks to this agreement. Mr. Ambassador, you are saying that you are close to signing. Պարոն դեսպան, դուք ասում եք, որ կողմերը մոտ են ստորագրմանը, մինչդեռ հենց 3 հայաստանյան քաղաքական ակտիվիստներից մեկը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց Երևանի հիմնական հրապարակներից մեկում տոնածառ տեղադրելու փորձի համար։ Դուք սա չեք դիտարկում որպես խոչընդոտ այս գործընթացի համար, թե սա պարզապես մասնավոր խնդիր եք համարում, որը չի անդրադառնա բանակցությունների վրա։ Far from this all negotiations and everything. I wanted to confirm that the European Union is conducting a very frank dialogue with Armenia. Ես կցանկանայի վերահաստատել, որ Եվրոպական միությունը շատ անկեղծ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության եւ ժողովրդավարության խնդիրների շուրջ։ Մենք ներկայացնում ենք մեր շատ անկեղծ գնահատականները այն մասին, թե ինչը մեր գնահատմամբ անհրաժեշտ է բարելավել Հայաստանում։ Մեր բարձրացրած հարցերից մեկը վերաբերում է դատական համակարգի անկախության։ Այստեղ ես կցանկանայի ընդգծել, որ այս խնդիրների շուրջ նոր վարչապետի եւ նոր կառավարության մոտեցումները շատ մոտ են մեր գնահատականներին։ Երբ ուսումնասիրում ենք նոր կառավարության 100 օրվա հետ կապված զեկույցը, որը բոլորովին վերջերս է հրապարակվել, դատական համակարգի անկախության հարցը բարձրացվում է որպես մեկն այն ոլորտներից, որտեղ թերությունները տեսանելի են եւ որտեղ Հայաստանը իր իսկ գնահատականներով կարիք ունի առաջընթաց արձանագրել։ Ես սա շատ կարևոր եմ համարում։ Թերությունների այս վերլուծությունը, որը իրականացրել է նոր կառավարությունը, մեզ լավատեսություն է ներշնչում եւ դրանից ելնելով Եվրոպական միությունը կարող է ել ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել եւ ավելի սերտորեն աշխատել Հայաստանի հետ, որպեսզի օգնի շտկել այս թերությունները։ Ուզում եմ ասել, որ այս խնդիրները դատարանների, դատավորների աշխատանքը, մարդու իրավունքների չափանիշների կենսագործումը մեր ուշադրության կենտրոնում է եւ Հայաստանի հետ մեր համագործակցության ու երկխոսության կենտրոնում։ Ես լիահույս եմ, որ մենք կարողանալու ենք նոր առաջընթաց արձանագրել։ Հայաստանցիները պետք է իմանան, որ ընդհանուր արժեքների գործոնը շատ կարևոր է Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար։ The factor of common values is very important for our relationship with Armenia. 100 days are not enough to. 100 օրը բավարար չէ որևէ կառավարության աշխատանքը գնահատելու համար։ Ամեն դեպքում դուք առաջընթաց կամ մեր նոր կառավարության կողմից պատրաստակամություն տեսնում եք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու կամ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ We have seen a number of very encouraging signs concerning. Նոր կառավարության հայտարարություններում, օրենսդրական եւ այլ նախաձեռնություններում մենք տեսել ենք մի շարք դրական նշաններ։ Եվրամիության կողմից բազմիցս բարձրաձայնված մի շարք խնդիրներ ներառված են նոր կառավարության մոտեցումներում։ Երբ կարդում ենք այս կառավարության 100 օրվա մասին զեկույցը, տեսնում ենք, որ այս խնդիրներին կարևոր տեղ է հատկացված։ Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ շատ է ուրախացրել այն փաստը, որ մի շարք նոր օրենսդրական քայլեր են ձեռնարկված, այդ թվում նոր օրենքը ապօրինի հարստացման դեմ, այդ թվում գույքի հայտարարագիր ներկայացնելու նոր ընթացակարգերը պետական պաշտոնյաների համար, ինչպես նաև մի շարք այլ փոխկապակցված քայլեր։ Մեկ այլ խնդիր՝ դատական համակարգի անկախությունը, որը մեր առաջնահերթություններից է Հայաստանում, քանի որ Եվրոպական միությունը ավելի քան $50 միլիոն է ներդրել դատական համակարգում։ Մենք կարևորում ենք հասարակության կողմից դատական համակարգի գործունեության գնահատականի բարձրացումը եւ շատ ուրախ ենք, որ նոր կառավարությունը դատական համակարգի անկախությունը համարել է իր առաջնահերթություններից մեկը, ընդունելով, որ այս ոլորտում մեծ բաց կա։ As one of the priorities, clearly recognizing that there is a gap. Do you see eagerness from their side? Դուք նրանց կողմից պատրաստակամություն տեսնում եք, որովհետև ոչ բոլոր քաղաքական գործիչներն ու փորձագետներն են լավատես այս կառավարության հարցում։ Optimistic about this government. We approach these declarations in good faith. Մենք համարում ենք, որ թեկուզ այն փաստը, որ կառավարությունը բարձրացնում է այս հարցերը եւ դրանք Հայաստանում հասարակական քննարկման թեմա դարձնում, արդեն իսկ շատ կարեւոր է։ Եվ իհարկե դուք կարող եք ասել, որ 100 օրը բավարար չէ ցանկացած կառավարության գործունեությունը գնահատելու համար ցանկացած երկրում, որովհետեւ որոշ քայլերի նախապատրաստումը եւ իրականացումը երկար ժամանակ է պահանջում, բայց առաջին հայտարարությունները եւ առաջին քայլերը մեզ մեծ հույսեր են ներշնչում եւ Եվրոպական միությունը լինելով ամենամեծ դոնոր Հայաստանում կցանկանար շարունակել համագործակցությունը այս հարցերում առաջիկա ամիսներին եւ տարիներին։
we would like to continue on this basis in the months and in the years to come. My last question about agreements. Վերջին հարցս համաձայնագրի մասին, դրանում կա բլիթի ու մտրակի քաղաքականության նման ինչ-որ բան։ It would be a big simplification to approach the agreement through this logic. Համաձայնագրին նման պրիզմայով նայելը չափազանց պարզունակ կլիներ եւ ես համաձայնագրի տեքստում այս տրամաբանության որևէ հետք չեմ տեսնում։ Եվրոպական միությունը մասնավորապես կցանկանար խուսափել ցանկացած մտայնությունից, որ այնտեղ ինչ-որ տեղ, ինչ-որ մտրակներ կան թաքնված, բայց անշուշտ այնտեղ բլիթներ կան։ Եվրամիության արևելյան գործընկերության քաղաքականության բաղադրիչներից մեկը այն մոտեցումն է, որ արևելյան գործընկերությանը մաս կազմող երկրները կարող են ակնկալել Եվրոպական միության ավելի մեծ ներգրավվածություն զարգացման ծրագրերում աջակցության առումով, եթե նրանք հետամուտ են բարեփոխումների եւ եթե նրանք քայլեր են անում մոտենալու մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության եվրոպական չափանիշներին։ Ինչպես գիտեք, եվրոպական հարևանության քաղաքականության նոր մոտեցումներից մեկը ավելի դիմաց սկզբունքն է, եւ տարածաշրջանի որոշ երկրներ, մասնավորապես Վրաստանը, արդեն իսկ օգուտներ են քաղել այս մոտեցումից։ Այլ կերպ ասած, Եվրոպական միությունը պատրաստ է հավելյալ ռեսուրսներ, գումարներ տրամադրել, եթե տվյալ պետությունը հետամուտ է Եվրոպայի արժեքներին ու չափանիշներին։ Are being pursued by government of a country. Okay, let's come to the elections. You mentioned Դուք մի քանի անգամ նշեցիք, որ այս տարին հսկայական կարևորություն ունի Հայաստանի ապագայի համար։ Դուք Հայաստանի իշխանությունների հետ քննարկել եք առաջիկա ընտրությունները եւ եթե այո, ո՞րն էր քննարկումների հիմնական թեման։ What was the main issue or topic? The importance of elections for the future of Armenia is now recognized by Հայաստանի ապագայի համար այս ընտրությունների կարևորությունը այստեղ արդեն բոլորը գիտակցում են եւ այդ մասին հայտարարություններ կարելի է լսել բոլոր կողմերից, թե իշխանությունների, թե ընդդիմության։ Մենք որպես Եվրոպական միություն առաջիկա ընտրությունների վերաբերյալ շատ կառուցողական երկխոսություն ենք վարում, ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության այլ ներկայացուցիչների հետ։ Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը մեծ գումար է հատկացրել մինչև 7 միլիոն եվրո, որպեսզի օգնի Հայաստանին անցկացնել նոր որակի ընտրություններ, որոնք վստահություն կներշնչեն։ new level with new assurances which would build trust and confidence. Այդ ֆինանսավորումն արդեն հատկացված է, թե ընթացքի մեջ է։ What's in process? This is a process. I don't want now to go into details of this process. Սա գործընթաց է, ես չեմ ուզում հիմա մտնել մանրամասների մեջ, բայց հայ հասարակությունը պետք է իմանա, որ Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության հետ համատեղ հատկացրել է գումարներ, որոնք նախատեսված են իշխանությունների եւ որոշ ընդդիմադիր կուսակցությունների միջև քաղաքացիական հասարակության աջակցությամբ կայացած համաձայնությամբ նախատեսված տեխնիկական պայմանները ապահովելու համար։ Այս գումարների մի մասը արդեն իսկ տրամադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին, որը հանդիսանում է ծրագրի իրականացնող գործակալություն, տեխնիկան, սարքավորումները ձեռք բերելու, տեղադրելու եւ նախապատրաստական մի շարք քայլեր կատարելու համար։ Դրա մի մասը ավելի ուշ կլինի, սակայն ամեն ինչ շատ լավ է ընթանում, ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել մասնավորապես հայաստանյան պետական մարմիններին համագործակցության համար։ Մենք միասին աշխատում ենք, դոնորները UNDP-ն եւ ինչպես նաեւ կառավարությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրությունների նախապատրաստությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը։ Մենք բազմաթիվ շփումներ ենք ունեցել, մենք կանոնավոր հանդիպումների ձևաչափ ունենք, որի շրջանակներում քննարկում ենք այս կազմակերպչական քայլերը։ Եւ կարող եմ ասել, որ չնայած առկա մեծ մարտահրավերներին, քանի որ այս գումարները նման կարճ ժամանակում հատկացնելը Եվրամիության համար բավական բարդ էր եւ UNDP-ի համար որպես իրականացնող գործակալության բավական բարդ է ժամանակի մեջ տեղավորվելը, իսկ իշխանությունների ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սա նույնպես մեծ մարտահրավեր է, առայժմ մենք շատ գոհ ենք։ And the Central Electoral Commission. So far, we are very satisfied. We are What do you expect? Ինչ ակնկալիք ունեք այս ընտրություններից։ now we talk about the general political framework. Այժմ մենք խոսում ենք ընդհանուր քաղաքական շրջանակի մասին, ակնկալիքները շատ պարզ են, մենք հույս ունենք, որ այս ընտրությունները կվերականգնեն հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, կվերականգնեն հասարակ քաղաքացիների հավատը առ այն, որ ընտրությունների արդյունքը արտացոլում է քաղաքացիների կամքը, նախասիրությունները,
Այս առումով այս ընտրությունները նախ եւ առաջ պետք է ծառայեն վստահության ամրապնդմանը։ Երկրորդ գործոնը այն է, որ այս ընտրությունները վճռական նշանակություն ունեն երկրում բարեփոխումների անցկացման համար, որովհետեւ ինչպես արդեն ասացի, արդար ընտրությունները լեգիտիմ իշխանություն ձևավորելու միակ միջոցն են։ Եթե ընտրությունները արդար են, եթե արդյունքները արտացոլում են հասարակության կամքը, դրանց միջոցով ձևավորված կառավարությունը ուժեղ մանդատ է ստանում երկիրը առաջ մղելու եւ անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար, երկրի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով։ Երկրորդ կարևոր գործոնը իհարկե սահմանադրական գործոնն է։ Այս ընտրությունները վճռորոշ են լինելու Հայաստանում սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչման տեսանկյունից, որովհետև դրանցով տեղի կունենա անցումը խորհրդարանական կառավարման համակարգի։ Դրանով իսկ այս ընտրությունների սահմանադրական բնույթը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական միության եւ Հայաստանի այլ օտարերկրյա գործընկերների տեսանկյունից այս ընտրությունները կարևոր դեր են ունենալու Հայաստանի դրական իմիջի ստեղծման հարցում, որովհետև եթե ընտրությունները անցնեն այնպես, ինչպես մենք ակնկալում ենք, արդար, թափանցիկ, ապա դա կզարգացնի Հայաստանի կերպարը որպես եվրոպական արժեքների վրա հիմնված եվրոպական ժողովրդավար ընտանիքի անդամ երկրի։ Դա նաև կօգնի մեզ մտածել մեր համագործակցության մեջ նոր տարրերի ավելացման մասին։ Providing new elements in our development cooperation. So if the elections won't meet your Եթե ընտրությունները չբավարարեն ձեր ակնկալիքներն ու արդար չլինեն, արդյոք դա կազդի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, ինչպես նաև համաձայնագրի վրա։ I don't want to engage now into negative scenario. Ես չեմ ցանկանում մտնել բացասական սցենարի շուրջ բանավեճի մեջ։ Եվրոպական միության համար կարևոր է մտածել դրական ուղղությամբ։ Իմ խոսքը հստակ էր։ Եվրոպական միությունը մեծ ներդրում է իրականացրել ինչպես ֆինանսական օժանդակությամբ, այնպես էլ քաղաքական ներգրավմամբ, որպեսզի այս ընտրությունների համար ապահովի ամենալավ որակը, որը դուք կարող եք պատկերացնել։ Հետևաբար մենք հետաքրքրված ենք հաջողությամբ։ Մենք չենք կարող հիմա հիմնել մեր փիլիսոփայությունն ու մոտեցումները բացասական սցենարի վրա, որովհետև ինչպես բոլոր շահագրգիռ կողմերը հայաստանյան կառավարությունում ընդդիմության ու քաղաքացիական հանրության մեջ մենք շահագրգիռ ենք, որ այս ընտրությունները հաջողությամբ պսակվեն։ Մենք մեր հնարավորությունների չափով անում ենք հնարավորինը այս ընտրությունները հաջող անցկացնելու համար եւ մենք կառուցում ենք մեր տեսլականն այս դրական մտածողության վրա։ Հետևաբար եկեք հիմա շրջանցենք բացասական դիտարկումները։ Let's avoid now these negative types of considerations. So you said only EU provided. Դուք նշեցիք, որ միայն Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տրամադրել ընտրական գործընթացի համար, ճիշտ է։ Yes, the assistance of the European Union amounts up to 7 million. Այո, Եվրամիության աջակցությունը կազմում է մինչև 7 միլիոն, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին սա կազմում է ընտրությունների նախապատրաստմանը տրամադրված արտաքին աջակցության 90%-ը։ To the preparation of the elections. And as you know, the local Ինչպես գիտեք, հոկտեմբերին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ հատկապես մեծությամբ երրորդ քաղաքում Վանաձորում արդյունքներն ուրախացնող չէին ընդդիմության եւ մի շարք քաղաքացիների համար։ Եվ հիմա ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են ավականունիստերն ու պահանջում նոր ընտրություններ։ Ինչպես կգնահատեք Վանաձորում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած ընտրությունները։ Vanadzor and other cities of Armenia, which was held in October. I think that without going into detail, in particular of the Ընտրությունների քաղաքական հետևանքների մեջ չեմ խորանա, քանի որ կարծում եմ դա չափազանց ներքին հարց է եւ որևէ արտաքին հետազոտող չի մտնի այդ քննարկումների մեջ, բայց կարծում եմ, որ դիտարկելով տեղական ընտրությունները կարող ենք տեսնել գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, երբ նախագծում ենք ընտրություններ համապետական մակարդակով։ Նախապատրաստական աշխատանքները, որոնցում ներգրավված է Եվրոպական միությունը, կենտրոնացած են տեխնիկական կողմի վրա, ինչպես ընտրողների նույնականացման համակարգը, տեսախցիկներն ու այլ տեխնիկական միջոցները, ինչը կօգնի կառուցել գործընթացի արդարացիության վերաբերյալ անհրաժեշտ վստահությունը, բայց կան գործընթացի այլ կողմեր եւս, որոնք պետք է հաշվի առնվեն, օրինակ վարչական ռեսուրսի կիրառումը։ Կարծում եմ այն գործոնը, որին հիմա պետք է ուշադրություն դարձվի, հենց սա է, որպեսզի կանխվի վարչական ռեսուրսի չարաշահումը։ Նոր ընտրական օրենսգիրքը ներառում է շատ կարևոր դրույթներ, որոնք կանխարգելում են վարչական ռեսուրսի չարաշահումը։ Դրանք ԵԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի տրամադրած հանձնարարականների արտացոլանքն են։ Դրանք լավ դրույթներ են, օրինակ արգելում են ընտրական նպատակներով պետական շենքերի օգտագործումը, արգելում են պաշտոնյաներին, ովքեր առաջադրվել են որպես թեկնածուներ, շարունակել իրենց պաշտոնավարումը եւ այսպես շարունակ։
Սա Հայաստանի պարագայում շատ կարևոր հանգամանք է, քանի որ անցյալում ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլ նաև Եվրոպայի խորհուրդը, ԺՄԻԳ-ի դիտորդները այդ գործոնն ընդգծել են իրենց զեկույցներում, եւ ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ անցած տարի Եվրոպայի խորհուրդը, ԺՄԻԳ-ը ու Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել են համատեղ հանձնարարականներ վարչական ռեսուրսի չարաշահումից խուսափելու համար, ինչը ես կարծում եմ պետք է լրջորեն ուշադրության առնվի բոլոր ընտրական մարմինների կողմից, սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև այլ շահառուների կողմից։ Ես կարծում եմ, որ այս գործոնը շատ կարևոր է եւ Վանաձորի ու Գյումրիի տեղական ընտրությունները ցույց տվեցին, որ որոշակի առաջընթաց կարող է լինել նաև Հայաստանում, ինչպես ասացի, օրենսդրությունը, ընտրական օրենսգիրքը ներառյալ եվրոպական ստանդարտներին համապատասխան է, բայց կա իրականացման խնդիրը։ Այստեղ կարևոր է ոչ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերը, այլ նաև որպիսի իրավապահ մարմինները, այդ թվում հետաքննական մարմինը համապատասխան արձագանք ցուցաբերեն ընտրախախտումներին, որոնք անտեղի ապականում են Հայաստանի կերպարը։ Մեկ այլ հանգամանք, որը կարծում եմ, որ պետք է արժանանա անհրաժեշտ ուշադրության, դա ընտրական կոռուպցիան է եւ նորից Երբ նայում ենք ընտրական օրենսգիրքը, այնտեղ կա հստակ արգելք քվեի նպատակով ֆինանսական աջակցություն կամ այլ ծառայություն անգամ սնունդ տրամադրելու համար, բայց անցյալում բազմաթիվ մարդիկ էին անհանգստություն արտահայտում այս կապակցությամբ։ Ես կարծում եմ, որպեսզի ընտրությունները էականորեն ավելի լավը լինեն, քան նախկինները, այս հանգամանքը պետք է հաշվի առնվի։ Թե վարչական ռեսուրսի չարաշահումը, թե ընտրական կոռուպցիան հիմար բաներ են, որոնք կարող են ապականել լավ ընտրությունները, ինչպես ասացի, մենք որպես Եվրոպական միություն հետաքրքրված ենք Հայաստանում իսկապես լավ ընտրությունների անցկացումով։ Երբ ես ասում եմ լավ ընտրություններ, ես նկատի չունեմ իդեալական ընտրություններ, քանզի ինչպես մենք գիտենք, շատ երկրներից, այդ թվում զարգացած ժողովրդավարություններից, հնարավոր չէ երբևէ ունենալ իդեալական ընտրություններ եւ միշտ լինելու են մարդիկ, հատկապես պարտվողները, ովքեր կասկածներ են արտահայտելու։ Դա բնական է։ Նրանք միշտ պնդելու են, որ սա լավ չէր, արդար չէր։ They will always try to point out, oh, this was not good, this was not fair. Մենք դա նույնիսկ ԱՄՆ-ում տեսանք։ Everywhere. So Armenia is no different. We cannot have high expectations. Ամենուրեք, Հայաստանը բացառություն չէ։ Մենք չենք կարող ունենալ ավելի մեծ սպասելիքներ Հայաստանից, քան այն երկրներից, որոնք հեռու չեն Հայաստանից, եւ ես առաջինը կլինեմ, ով կդժգոհի դրանից։ Այսպիսով, երբ ասում ենք լավ ընտրություններ, պետք է պատրաստ լինել, որ տարբեր տեղերում տեղի են ունենալու խախտումներ, լինելու են դժգոհողներ, բայց երբ ունենք թափանցիկ հենք, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես նաև իրավապահները պատշաճ ուշադրություն են դարձնում բոլոր այս դժգոհություններին ու կասկածներին, ապա դուք կարող եք լուծել դժգոհությունների ու քննադատության հարցը, եւ ես կարծում եմ, որ այս նոր ընտրությունները մեծ առաջընթաց են լինելու։ These new elections will be a big improvement in this respect. You mentioned electoral code as a good one, but OSCE, ODR Դուք ասացիք, որ ընտրական օրենսգիրքը լավն է, սակայն ԵԱԿ ԺՄԻԳ-ը վերջերս զեկույց էր հրապարակել առաջիկա ընտրությունների մասին, որում անդրադարձել էր նաև ընտրական օրենսգրքին եւ որոշակի մտահոգություններ հայտնել նոր օրենսգրքի արդյունավետ կիրառման մասին։ Նրանք մասնավորապես բարձրացրել էին ընտրական համակարգի բարդության հարցը, նշել, որ այդ բարդությունների հետևանքով ընտրության օրը կարող է քաոսային իրավիճակ ստեղծվել եւ որոշակի խախտումների պատճառ դառնալ։ Դուք դրա հետ համաձայն եք? for some kind of violations. Let me clarify. I didn't pass any judgment on the electoral code calling it good or bad. Թույլ տվեք պարզաբանեմ, ես որևէ դատողություն չեմ արել առայն թե ընտրական օրենսգիրքը լավն է թե վատ։ Որպես Եվրամիություն մենք ընտրական օրենսգիրքի առնչությամբ մեծապես հիմնվում ենք Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՄԻԳ-ի գնահատականների վրա։ Կարող եմ ասել, որ ընտրական օրենսգիրքի բարելավման հետ կապված իշխանությունների հետ ունեցել եմ բազմաթիվ զրույցներ, որովհետեւ Եվրամիությունը ամբողջությամբ կիսում է ԺՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, որ օրենսգիրքում կան տարրեր, որոնք կարող են փոխվել, կարող են բարելավվել։ Նրանք վերաբերում են տարբեր ասպեկտներին։ Կարող եմ ասել, որ մեր քննարկումներում, իսկ Եվրամիությունը նաև կարծիք է հայտնում Վենետիկի հանձնաժողովում ու ԺՄԻԳ-ը հարցնում է մեր տեսակետները, նաև Հայաստանի իշխանությունների հետ քննարկումներում մենք անդրադառնում ենք դիտորդների խնդրին,
որը շատ կարևոր է։ Գաղտնիք չէ, որ մեր երկխոսության ընթացքում Հայաստանի իշխանությունները հրաժարվել են որոշ նախնական դրույթներից։ Օրինակ, դիտորդների համար թեստ անցնելու պահանջ կար, ու այս հարցում մեր մեջ եղել է շատ կառուցողական երկխոսություն ԺՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների հիման վրա, ու մեր հայ գործընկերները որոշել են, որ ԺՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը իրավացի են ու այս պահանջը հանվեց, բայց կան նաև այլ տարրեր, որոնց կապակցությամբ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնում։ Դրանց թվում է դիտորդների, լրագրողների թվի սահմանափակումը ընտրատեղամասերում եւ այլն։ Այս խնդիրների առնչությամբ մեր հայ գործընկերների հետ ունեցել ենք շատ բարեկամական երկխոսություն։ Երբեմն դա մեկնաբանության խնդիր է, երբեմն քաղաքասարակության տարբեր ներկայացուցիչներ տարբեր կերպ են մեկնաբանում այս դրույթների կիրառման հնարավորությունները եւ իշխանություններն էլ ունեն իրենց մեկնաբանությունը։ Այնպես որ ընտրական օրենսգրքում կան տարրեր, որոնք դեռևս դիտարկվում են իբրև վիճահարույց ոչ միայն ԺՄԻԳ-ի կամ Վենետիկի հանձնաժողովի կողմից, այլ առաջին հերթին քաղաքասարակության կողմից։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ԺՄԻԳ-ի վերջին գործողություններին, առաջիկա ընտրությունների դիտորդական առաքելության նախապատրաստմանը եւ հիշյալ զեկույցի հրապարակմանը, ապա շատ ուրախ ենք, որ ԺՄԻԳ-ը պատրաստվում է տեղակայել մեծ առաքելություն։ Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները շուտով պաշտոնապես հրավեր կուղարկեն։ Կարծում եմ, որ Հայաստանի համար լավ է, որ ԵԱՀԿ-ն պատրաստվում է լիարժեք դիտորդական առաքելության, որը ընտրությունների գնահատման ու նրա մասին կարծիքներին կհաղորդի լրացուցիչ լեգիտիմություն։ Would give additional legitimacy to the opinions and the assessment of the elections. The mechanism of registration by 10 մատնահետքերի գրանցման մեխանիզմը ներառված չէ նոր ընտրական օրենսգրքում, չեք կարծում, որ դա կարող է կասկածի տակ դնել գործընթացի լեգիտիմությունը։ process, not including this mechanism. We have a voter identification procedure. You referred to the Ունենք ընտրողների նույնականացման ընթացակարգ։ Դուք խոսում եք նախնական համաձայնության մասին, որ բանակցվել է մայիսին ու հունիսին։ Այժմ մենք ունենք նոր տարբերակ, որ վերաբերում է ընտրողների նույնականացման գործընթացին, բուն ընտրությունների օրը։ Ինչպես ասել եմ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը այժմ պատրաստում է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի սարքավորումները տեղադրվեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու UNDP-ն կպատրաստեն մարդկանց, ովքեր կաշխատեցնեն այս սարքավորումները։ Աշխարհում առաջին անգամ չէ, որ այսպիսի սարքավորումներ են կիրառվում։ Արդեն ունենք որոշակի փորձ, այդ թվում հետխորհրդային որոշ երկրներում, մասնավորապես Ղրղզստանում։ Կարծում եմ, որ այս սարքավորումները, այս տեխնոլոգիան ինքնանպատակ չեն։ Այլ երկրների փորձի հիման վրա կարող եմ ասել, որ եթե այն պատշաճ կերպով օգտագործվի, այն կարող է օգնել վստահությունը վերականգնելու հարցում։ Այն ունի շատ ուղիղ ազդեցություն, մասնավորապես բազմակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկությունը կանխելու առումով, իսկ անցյալում նմանատիպ խախտումները հարուցել են շատ թեժ բանավեճեր Հայաստանում։ Եթե նայենք դեպի անցյալը, ապա անդիմադիր շատ գործիչներ, քաղաքասարակության ակտիվիստներ ասում էին, որ բազմակի քվեարկությունը Հայաստանում խնդիր է եւ որ այն ազդում է ընտրությունների ելքի վրա։ Այնպես որ այժմ ունենք տեխնոլոգիա, որ կկանխի բազմակի քվեարկությունը եւ ուրիշի փոխարեն քվեարկելը, իսկ դա արդեն որոշակի մի բան է։ Եթե այն պատշաճ կերպով աշխատի, իհարկե պետք է այն գործնականում փորձարկենք եւ փետրվարին այս սարքավորումները կփորձարկվեն։ Եթե ամեն ինչ աշխատի, կարծում եմ դա կլինի առաջընթաց։ Կարծում եմ, որ Հայաստանում շատ ընտրողներ ավելի մեծ վստահություն կունենան այս գործընթացի վերաբերյալ, քան անցյալում։ Այս տեխնոլոգիական գործընթացի այլ տարրեր էլ գոյություն ունեն, ու մենք շատ հույս ունենք, որ նրանք կօգնեն շտկել անցյալում բարձրաձայնված որոշ խնդիրներ, հնչած որոշ բողոքներ։ help to address some of the problems, some of the complaints which were voiced in the past. Mr. Ambassador, and Պարոն դեսպան, եւ մեր զրույցի վերջում առաջիկա ընտրությունների վերաբերյալ ինչ կուզենայիք ասել Հայաստանի քաղաքացիներին։ anything to say to them? I don't know. Well, these are elections about Armenia, and Armenians should understand. Այս ընտրությունները Հայաստանի համար են ու հայաստանցիները պետք է հասկանան դրանց դերը երկրի ապագայի համար։ Այնպես որ ես կհորդորեի հայաստանցիներին լինել ակտիվ, մասնակցել ընտրություններին, տալ իրենց քվեն, անել իրենց ընտրությունը, դիմակայել ցանկացած ճնշման, այդ ընտրությամբ իրագործել իրենց կամքն ու հավատալ, որ այս ընտրությունը շատ կարևոր է Հայաստանի համար։ Այնպես որ գնացեք ընտրատեղամասեր, որովհետև ժողովրդավարությունը դա հենց քվեարկությունն է։ Եթե չես քվեարկում, ապա փաստորեն կորցնում ես քո ձայնը քո երկրի ապագայի մասին խոսելու առումով։ Մեծ հույս ունեմ, որ ինչպես հայտարարում են ձեր իշխանությունները,
Այս ընտրությունները կլինեն շրջադարձային, որ նրանք կանցկացվեն ավելի բարձր չափանիշներով, որ կվերականգնեն ընտրողի վստահությունը ու որ նախադրյալներ կստեղծեն Հայաստանում խորը եւ դրական բարեփոխումների համար։ And that these elections will be the launchpad of deep and good reforms in Armenia. Thank you very much. Thank you.